Ինչ եք կարծում, ես ինչպեսի ղեկավար է պետք, որ կարողանանք խաղաղ ապրել։ Այնպեսի ղեկավար, որ ուժեղ ղեկավար լինի, նորմալ ղեկավարի, որ երկիրը բարելավի։ Մեզ պետք է Կարապետյան Սամվել, ղեկավար չեմ տեսնում։ Պայքարող տեսակի ղեկավար անասիք։ Որ այս երկրի համար պայքարենք։ Ես ցանկանամ, որ մեր ղեկավարը լինի ուժեղ, սեր վայելի ժողովրդի մեջ։ Հաստատ համոզված եղեք, որ ժողովրդի մի մասում Փաշինյանի որպես այդպիսի կերպար ատելություն է ձևավորվել, սերմանվել։ Ամենակարևորը հայրենասեր եւ արտաքին ազդակներին ժողովրդի հետ միասին այնպիսի անձնավորություն, որ կարողանա դիմակայել։ Սաղելվավիճալ ասել բարի կլեմ, բաս ծեր փաշուն տսար ինչ արած։ Չտսար ինչ արած։ Բարի եմ, լավն եմ, սաղել վարչապետ է։ Մգ դու վարչապետ ես։ Ուժեղ։ Ժողովրդի հոգսերը վատող, իհարկե։ Մի քիչ տղա լինի։ Ժողովրդի համար հոգատար լինի, բարի գործեր անի ժողովրդի համար, մանավանդ թոշակառուներին։ 2 կոպեկ փող ենք ստանում, չգիտենք առողջության տանք, թե ուտելիքի տանք, վարդ տանք։ Մեր խելոք մարդը Փաշինյանը ռաբլիտ է։ Ուժեղ եւ բարի ժողովրդի մասին մտածող ղեկավար է պետք։ Հիմա ժողովրդի մասին մտածող ոչ մի ղեկավար չկա։ Չկա ոչ մի ղեկավար։ Տես ասեմ, Փաշինյանը եկավ ցույց արին, բոլորս էլ լակվոտի Փաշինյանին ընտրինք։ Էլա փոխանակ ինքը խոստացել էր, ինքն էր խոստանում, որ անպայման էժանություն կանեմ, թոշակ կբարձրացնեմ եւ աշտավարձ կբարձրացնեմ։ Այդ իր խոստացածն է, լավ հիշում եմ, որ ճանապարհը դες փակել են, բոլոր ճանապարհները փակվել են։ Եկավ էլ իշխանության, ոչ թոշակ բարձրացրեց, ոչ էժանություն արեց, ոչ աշտավարձ բարձրացրեց, ընդհակառակ թանկություն արեց։ Դե պիտի լավ լինի, ժողովրդի մասին մտածի, ժողովրդասեր լինի։ Մեզ մենակ պետք է նենց ղեկավար, որ մենակ ժողովրդի մասին մտածի, ոչ թե իր գրպանի։ Այսինքն Նիկոլը չէ։ Այսինքն որ ուժեղ լինելով միաժամանակ այդքան ասեկոսություններին խեղճացնել ամեն թոքից փախածների արտահայտություն անելու բուրնի պատժի էլի պետք։ Եվ ժողովրդին լավ վերաբերվում։ Ուժեղ, նորմալ, որ ժողովրդի մասին մտածեն։ Բնականաբար ուժեղ ազգ, որովհետև որ ինքը կարանա ճիշտ կառավարի։ Ուժեղ, բարձ չէ, որ ուժեղ։ Մեզ պետք է ուժեղ, բարի, լավ, աստվածային ղեկավար, որ աստված ասել է ընտրիր հնազանդ էլի քո ղեկավարին, այսպես հնազանդ ենք։ Ոնց ասեմ, ժողովրդական մարդ պետք է լինի, նախ առաջին, ամեն ինչից գիտակցի, թե գյուղացու, քաղաքացու կամ իր բնակչության պահանջները նորմալի պահի, խաղաղություն պահի, էտա։ Մեզ պետք է հայրենասեր, երկրի մասին մտածող մի մարդ, որ ընտանիք սիրի, ամուր ընտանիք ունենա, հաստատ երկրի մասին էլ կմտածի։ Խելոք մտածեն, հայրենիքի մասին մտածեն, իմացար, որ մեր վերջները լավ լինի։ Ազդեցիկ պետք է լինի առաջին հերթին։ Ուժեղ լինի, ժողովրդի կողմը լինի։ Բարի լինի։ Սեր լինի, բարի լինի, խելացին լինի, ժողովրդի մասին մտածող։ Թոշակառուների մասին է մտածող։ Խելոք, խելացի ղեկավարը հարկավոր մեր Հայաստանը որպես իր ոնց հարկավոր է բարգավաճի, նորմալ, ժողովուրդը նորմալ ապրե, նորմալ որ ասում իր կյանքը վայել։ Ժողովրդական, ժողովրդի պետք է պահես, որ պետություն ստեղծես։ Եթե ժողովրդի չպահես, պետություն չկա, գոյություն չունի։ Ժողովուրդը հետ է ցանկում, որ ժողովրդի մասին մտածեն։ Կարևորը է դա։